Ողջույն իմ ամենաշատ սիրելի հեռուստադիտողներ, օրը ուրբաթ է, իսկ դա նշանակում է եթերում մեր շոու հեռուստածրագիրն է։ Մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ արդեն ես ձեզ 3 տեղեկացրեցի, ավելի տատիկները տեղեկացրեցին, որ այսօր մեր շոու հեռուստածրագրում մենք հյուրասրահ ենք կազմակերպել եւ մեր հյուրն է նա, այո, գիտեք դուք բոլորդ արդեն վաղուց սիրելի հեռուստատողներ եւ անհամբերությամբ սպասում եք, որպեսզի հենց ինքներդ էլ անգամ կապ հաստատեք Սիլվա Հակոբյանի հետ։ Դրա վարվակայությունը այս հեռախոսազանգերն են, բայց մինչ այդ թույլ տվեք ես սիրով ներկայացնեմ իմ հյուրին եւ ողջունեմ այս տաղավարից չխախտելով էթիկայի կանոնները։ Սիլվա ջան, բարև ես եկել։ Ինչպե՞ս ես։ Գրիշա ջան, շատ լավ։ Լավ ես, իսկականից լավ ես։ Հա, շատ լավ եմ։ Ես ասեմ, որ այս անգամ շատ թեթև եմ, նույնիսկ թռիչ կտարել, որ սովորաբար շատ վատ եմ տանում Մոսկվայով։ Մոսկվայով թեթև տարվեր, որովհետև դե մեր Չէ, ուղղակի ես ամեն անգամ շատ վատ եմ տանում, բայց այս անգամ շատ թեթև էր ու շատ ուրախ եմ, որ կրկին անգամ գտնվում եմ Ամերիկայում, շատ սիրում եմ այս երկիրը եւ հատկապես մեր հայերին։ Բայց առանձնահատուկ կարծում եմ էլ ավելի ուրախ ես, որովհետև առաջին անգամ մենահամերգով ես այստեղ ներկայանում Միացյալ Նահանգներում 2008 թվականին, երբ որ առաջին անգամ ընդհանրապես հրավիրեցիք ես մեր շոու հեռուստածրագիր, դա 2008-6 թվականներ, առաջին անգամ երբ որ դու եկար, այդ ժամանակ արդեն հենց սկիզբը առավ քո այստեղ Ամերիկային ծրագրեր ունենալու, ինչու որովհետև ես լավ հիշում եմ այդ օրը եւ հեռախոսազանգերը հեռուստադիտողների եւ ողջավորությունը բոլորի, որ Սիլվա ջան այստեղ, բայց այդ ժամանակ դեռևս Սիլվա Հակոբյանը հանրաճանաչ էր գիշեր 2-ով։ Այո, գիշեր 2-ով եւ բացի այդ BBC հաղթանակը, թե չեմ սխալվում։ BBC հաղթանակից հետո, այո, ես հրընկալվեցի։ Եվ գիշերից հետո սկսվեց ուրիշ գիշերներ երկեր, ուրիշ սիրելու համար, մի խոսքով բոլորը կանաչ կարմիր շորերս հագել եմ, հիթեր, շարունակաբար հիթեր։ Սիլվա ջան, համերգին դեռ կանրադառնանք, բայց ուզում եմ ես կոնկրետ ուղղակի հարցնել քո տրամադրությունը, որպես Միացյալ Նահանգներում առաջին անգամ հանդես գալու հայ հասարակության առաջ մենահամերգով, ինչ ապրումներով կամ սպասումներով ես լցված։ Հուզվածությունը բնականաբար կա, որովհետև չհուզվել ուղղակի չես կարող, մանավանդ եթե պատասխանատվության զգացում ունես քո մեջ, բնականաբար պետք է հուզվես, իսկ ինձ մոտ այդ պատասխանատվության զգացումը շատ մեծ է։ Բայց շատ ուրախ եմ, որ այդ հնարավորություն ունեմ կրկին անգամ հանդիպելու մեր ամերիկահայ բնակչության հետ։ Գիտեմ, որ իրենք շատ լավն են, շատ ջերմ են ու շատ լավ են ընդունելու եւ ես էլ իհարկե ամեն ինչ կանեմ, որ այդ օրը իմ խմբի երաժիշտների հետ միասին մեր ամենա այդ ջերմ էներգիան իրենց փոխանցենք ու հաճելի տրամադրություն ապահովենք, այնպես որ շատ այսպես սրտատրոփ եմ սպասում, միևնույն ժամանակ նաև շատ մեծ հուզվածությամբ։ Լավ կլինի մի անհանգստացի, ես հիշեցնեմ հեռուստադիտողին պարզապես, որ ընդամենը հաշված օրեր են մնացել եւ շատ քիչ տեղեր են մնացել, սիրելի բարեկամներ, շտապեք ձեռք բերել տոմսեր, որովհետեւ ես գիտեմ, որ Սիլվա Հակոբյանի յուրաքանչյուր ամերիկային ծրագիր դա վերածվում է տոնի, որովհետեւ շատ անգամ ականատես ենք եղել եւ իհարկե տարբեր ամերիկային ծրագրերում բարբերաբար հեռարձակվող հեռուստատեսությամբ թե Սիլվա Հակոբյանը որ գալիս է բեմ, ինչ տրամադրություն է ստեղծվում դահլիճում։ Եվ այդ ամենին ականատես լինելու համար զանգարում ենք էկրանին պատկերված հեռախոսահամարով եւ իհարկե ձեռք ենք բերում տոմսեր։ Լավ, դու ասացիր իմ խմբի, շատ հետաքրքիր է, բարբերաբար կան երգիչներ, որոնք Հայաստանից ժամանում են եւ այստեղից են երաժշտական խմբերը մասնակցում։ Այ շատ հետաքրքիր է, դու քո խումբը ունես Հայաստանում եւ նրանք միասին եկել են քեզ հետ այստեղ։ Այո, եկել են, ասեմ, որ կեսն են եկել, ոչ բոլորը, բայց այդ կեսն էլ էստեղից են ավելանալու, լինելու են նաև փողային գործիքները, հիմնականում այստեղից միացան դհոլը, նաև շեփորահարներ, որոնք անգլերեն են խոսում, այդպես թարգմանչի միջոցով ենք շփվում միմյանց հետ։ Մի խոսքով կեսը էստեղից, կարելի է հավասարապես կեսը էստեղից, կեսը այնտեղից, բայց հիմնական խումբս եկել է այնտեղից ինձ հետ միասին եւ ասեմ, որ սա մեր թվով երկրորդն է արդեն շրջագայության տեսքով, որ մենք միասին ենք, իսկ ամեն ինչ դեռ առջևում է։ Մնացած բոլոր այսինքն այն շրջագայությունները, որոնք ապագայում սպասվում են, մենք բոլորս միասին ենք դարձյալ լինելու։ Լինելով այսքան երիտասարդ եւ հետաքրքիր է, նվաճելով արդեն շատ մեծ, այսպես ասած, հանդիսատես եւ ունենալով ավելի ճիշտ հանդիսատես եւ նրանց ջերմությունը, դժվար չի մի քիչ ասենք քեզ գալիս, որ
դեռևս կարծես թե այսքան երիտասարդ տարիքում շատ մեծ հաջողությունների ես հասնում եւ բարձրունքներ ես նվաճում իրականության մեջ, հետո ինչ է լինելու, պատկերացնում ես դա, ասենք տարիներ հետո։ Ես ասեմ, որ այս ամեն ինչը դեռ սկիզբն է։ Եվ դու սա համարում ես սկիզբը, ես գիտեմ, որ արդեն աշխարհի շատ անկյուններում ես դու ելույթներ ունենում եւ Այո, բայց դեռ շատ տեղեր պետք է լինեմ, Եվրոպա եւ էլի շատ ու շատ տեղեր պետք է լինեմ։ Իրոք սա դեռ սկիզբն է։ Մենք ամեն ինչը աշխատանքով ենք ապացուցել մինչ օրս եւ դեռ կապացուցենք։ Այնպես որ շատ անակնկալներ դեռ ինձ պետք է սպասի հանդիսատեսը եւ ես այն երկչիներից եմ, որ ունեմ շատ մեծ թիմ ձևավորված իմ կողքին եւ անընդհատ աշխատում ենք, մենք երբեք չենք բավարարվում ունեցածով, չենք դոփում նույն տեղում, անընդհատ աշխատում ենք եւ այդ աշխատանքի արդյունքը թութու աշխով չտանք։